Ոնց հիշում եք, անցած անգամ մոտ 70,000 դրամի ներկեր էի առել, տարբեր տեսակի թիթեղներ էի ներկել։ Վրաները խազեր արել, գցել աղաջրով վաննայի մեջ, որովհետեւ ժանգոտելու պրոցեսը արագացնեմ ու տես որ ներքի իրան ոնց է դրսևորել։ Ու որովհետեւ հնարավորինս օբյեկտիվ կարողանամ գտնվեմ, յուրաքանչյուր ներքին սկսում եմ միավորնել տալ ըստ ադգեզիայի ժանգի ներթափանցելիության չափի քերծվելուց որքան նոր զոնաները առաջ են։ Այս ամենի օբյեկտիվ կարծիքն է նվազ լինելով իմ փորձի վրա ու եթե ինչ-որ բանում համաձայն չեք լինի, կոմենտներում չմոռանաք։ Կանք ստեղ սրանից բոլորը տենց ոնց որ մի շերտ է քսել, որը որ տեխնիկապես սխալ էր, բայց ընդհանուր պայմանները բոլորի համար էլ նույնն էր։ Մենակ էս հակակոռոզիոնը վատ է իրան դրսևորել, այս ներքը իրան վատ է դրսևորել, այս լավ է դրսևորել, այս լավ է դրսևորել, սրանք լավ են դրսևորել, այս հունականը իրան վատ է դրսևորել, այս ամենաթանկարժոս ներքը էլի նույն ձևի է դրսևորել, իրան դրսևորել է այնպես ոնց որ օրինակ հայկական քրաունը։ Ոչ մի տարբերություն չկա։ Ու խնդալուն գիտեք որն է, որ հայկական ներքին թերավատորեն է վերաբերվում, դա ասում է հայկականը ինչ պետքա լինի, չգիտեմ, այդ շատ վատ է որ հայկականի հանդեպ միշտ այնպես վերաբերմունք ենք ունենում ի սկզբանե, բայց իրականում ուրախացել եմ, որտեվ հայկական ներքը բավականին լավն է դուս եկել, իր գին ու որակ հատկություններով, ասենք շատ ավելի լավն է, այստեղ որ նայում ենք հեսա օրինակ, էս շատ ավելի լավ է իրան դրսևորել, քան այս սարդից առած 9700 դրամանոց ներկա։ Քանի որ երկու ամսվա փորձարկման արդյունքը չեմ կարող 1 րոպեվա մեջ պատմել, դրա համար չմոռանաք ցեղմել հավանելի բաժանորդագրության կոչակը, որովհետեւ տեսնեք ներկերի հետ կապված էլի փորձարկում եմ արել ու վերջին ներկ ընտրեցի։